վերցվում է Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի ուղերձը, հարգելի շրջանավարտներ։ Սիրելի շրջանավարտներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ վերջին դասի արդիվ։ Այսօր հնչող վերջին զանգը տարիների հիշողությունի արձագանք է։ Առաջին դասարանցիների հուզված հայացքների մինչև վերջին դասի վստահ ժպիտները, ընկերական քաղաքնիկներից մինչև լուսապացին սովորած դասերը։ Տարիներ անց գուցե մոռանաք որոշ բանաձևեր ու թվեր, սակայն երբեք չեք մոռանա այն զգացումը, երբ առաջին անգամ հավատացիք ինքներդ ձեզ։ Այդ հավատը ամենակարևոր գիտելիքն է, որը ձեզ ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում։ Մեզանից յուրաքանչյուրի ճանապարհը սկսվել է դպրոցից։ Հիշեք, մեծ հաջողությունները ծնվում են փոքր քաղաքներում, փոքր բնակավայրերում, համեստ ընտանիքներում, բայց մեր կյանք ունեցող մարդկանց մեջ այդ ուժը այսօր ձեր աչքերում է։ Մի վախեցեք դժվարություններից։ Ճանապարհը միշտ չէ, որ հարթ է լինում, սակայն սեփական ուժերի հանդեպ հավատը կարող է փոխել ամեն ինչ։ Սովորեք, ստեղծեք, եթե սխալվեք, նորից սկսեք, բայց երբեք մի կորցրեք ձեր արժանապատվությունն ու սերը հայրենիքի հանդեպ։ Այսօր օրը եւս մեկ առիթ է երախտագիտության խոսելու ուսուցիչների մասին, ովքեր տարիներ շարունակ եղել են ձեզ համար գիտելիքի, համբերության եւ նվիրումի լավագույն օրինակ։ Շնորհակալություն նաեւ ծնողներին, նրանց հավատն ու անսահման աջակցությունը մշտապես ուղեկցել է ձեզ այս կարևոր ճանապարհին։ Թող վերջին զանգը բոլորիդ համար ավետի նոր երազանքների, համարձակ քայլերի մեծ ձեռքբերումների սկիզբ։ Բարի երեխա ձեզ, սիրելի շրջանավարտներ, հարգանքով Դավիթ Արուշանյան։ Ինչպես ասել է Շեքսպիրը, ամբողջ աշխարհը բեմ է, իսկ մարդիկ դերասաններ, որ իրենց կյանքի ընթացքում տարբեր դերեր են մարմնավորում։ Ոմանք բեմադրիչ են, ոմանք հանդիսատես, ոմանց ուրախ, ոմանց էլ տխուր դերեր են բաժին հասնում։ Սակայն պարտագույնը բաժին է հասել ուսուցչին, քանզի նրա կերպարում են ծնվում եւ ամփոփվում բոլոր մասնագիտությունները, եւ քանզի նրա հանդիսատեսը ամենախստապահանջն է, ամենազգայունը, կարեւորագույնը։ Մենք լավ ենք յուրացրել ձեր խաղացած կերպարները, տված դասերը, որոնք չեն սահմանափակվել լոկ առարկայական գիտելիքներով ու տեղեկատվությամբ։ Ձեզ հետ մենք անցել ենք կյանքի ճանապարհ եւ սերտել դասեր, որոնք չեն գտել գրադարանում, համացանցում կամ այլուր։ Դրանք եղել են կյանքի դասեր, վերցված հենց ձեր փորձառուների կյանքի դպրոցից։ Աշխարհում չկա կետ մի ուսուցիչ, որ կերտած չլինի թեկուզ մեկ աշակերտի պատմություն։ Եվ այսօր մեր կյանքի կարևորագույն փուլերից մեկի անցուղում կանգնած այս հարթակից, այս հանդիսավորությամբ երախտիկի խոնարհումով ենք ուղղելու մեր խոսքը ձեզ, սիրելի ուսուցիչ։ Տարիներ շարունակ դուք եք մեզ խրատել, ուսանել, պարգևատրել, խրախուսել եւ հարթուղի ստեղծել դեպի մեր ապագան։ Իսկ այսօր ձեր իսկ թույլտվությամբ մենք փոխում ենք ձևաչափը եւ ինքներս ձեր առջև կարմիր գորգուղի բացում եւ երախտագիտության շեփոր հնչեցնում։ Այսպիսով տարվա ամենանշանակալից, ամենակարևոր, ամենասպասված երախտիկի արետներով մրցանակաբաշխությունը հայտարարում ենք բացված։ Այսուհետ դպրոցը մեր տունն է, ներկայանալիս այն մեր հարցաթերթիկն է, անձնագիրն ու կենսագրությունն է։ Եվ ուրեմն անձնագիր ցույց տալու նման, կենսագրություն պատմելու նման կամ հարցաթերթիկ լրացնելու պես, բարև մեզ ու ձեզ։ Ծանոթ անծանոթ իմ սիրելիներ, թող անկարելին դառնա կարելի, աշխարհում համայն ամենքիս համար։ Դառնա կարելի վաղն ու հենց հիմա, դառնա կարելի մեկ բառով։ Բարև եւ բարի գալուստ երախտիկի արահետներով մրցանակաբաշխություն։ Սիրելիներ, մեր պատվելի եւ թանկագին հյուրեր, ուսուցիչ եւ ծնողներ, վստահ ենք անհամբերությամբ եք սպասում մեր մրցանակաբաշխության ընթացքին։ Ողջույն դպրոց, ողջույն ու մնաս բարով։ Մնաս բարով իննամյա կրթության իմ դարբնոց։ Իմ կենսագրություն կերտած այցեքարտ, իմ մանկություն, հույս ու անուրջը, անհոգություն ու ընկերություն։ Մնաս բարով իմ դասագիրք, դաս ու դասարան, դասամիջոց ու իմ նստարան։ Մնաս բարով դպրոց հարազատ, մնաս բարով ուսուցիչ իմ թանկ։ Նորից բարի ճանապարհ ու նորից մնաս բարով։ Մի տեսակ տագնապ կա, որ չես ասի ոչ մի բառով։ Գնում ենք ու չգիտենք, մեկ էլ երբ ենք հանդիպելու։
Եվ կգա մի օր, երբ կհանդիպենք, ձեր տված պատվով, խրատով, խոսքով։ Մենք կհանդիպենք խոնարհումի պատվով, ձեր տված դաս սերտած երախտիկի գիտակցումով։ Սակայն այսօր մենք պարգևատրենք ոչ թե հոլիվուդյան դերասանների, այլ նրանք, ովքեր ամեն օր առանց գրիմի եւ կասկադյորների իրական սխրանք են կատարում մեր առջև։ Հիշում եք սեպտեմբերի 1-յան ձեր առաջին քայլերը դեպի դպրոց, ձեռքին մեծ ծաղկե փունջ, ուսին պայուսակ, աչքերում երկյուղ ու մի քիչ տարակուսանք։ Մեծից մինչև փոքր մենք բոլորս մեկ ընտանիք ենք, այսօր դուք արդեն մեծ եք ու հպարտ, բայց մի օր դուք եք մեզ նման փոքր ու անվստահ։ Եվ ձեզ ենք հատնում մեր փոքրիկ զանգը, որ հնչեցնեք դուք վերջին անգամ, թող լինի ձեր ուղին լուսավոր ու պայծառ, իսկ երազանքները անսպառ։ Ձեզ ենք նվիրում մեր փոքրիկ ձեռքի ջերմությունը, որ այն ուշ տա նոր նվաճումների ճանապարհին։ Ձեզ ճանապարհերը եւս դաս է մեզ համար, որ ժամանակը չի կանգնում, այն սլանում է առաջ։ Տարեք ձեզ հետ այդ ժամանակը, մանկության տարիների լավագույն հիշողությունները։ Մենք խոստանում ենք շարունակել ձեր ուղին, պահել բարձր դպրոցի պատիվը։ Ինչ է 9 տարին, թվում է թե շատ է, բայց երբ հետ ես նայում, մի ակնթարթ է։ Մենք բոլորս տարբեր ենք, բայց մենք ընկերներ ենք։ Մենք բոլորս մեկ ընտանիք ենք։ Մենք հպարտ ենք ձեզանով, մենք շարունակողն ենք ձեր։ Մի դպրոցական կյանք ու մի մեծ տանիք։ Մի կտորը ձեզանից մնում է մեզ մոտ։ Իսկ մեր մի կտորը գնում է ձեզ հետ։ Լայն ժպտացեք եւ հրաժեշտ տվեք մեզ, քանզի մեծ կյանքն է սպասում այնտեղ ձեզ։ Իմ ընկեր ու դպրոց, դե ինչ, մնացեք բարով, գնում ենք մենք հարուստ սեզանով, գնում ենք մենք դեպի կյանք նոր, կհիշենք կկարոտենք ձեզ ամենուր, ամենուր։ Սպասիր, դեռ մի հնչեց։ Բայց արդեն ժամանակն է զանգը հնչեցնելու։ Ոչ, դեռ ժամանակ կա։ Մենք դեռ հրաժեշտ չենք տվել ու չենք ավարտել դպրոցը։ Սպասեք մի պահ։ Այս երկարատև տարիների անբարած գիտելիքների համար մեր համեջ շնորհակալությունն ենք ուզում ուղղել մեր երախտավորներին, գիտելիքները հաղորդողներին, սիրելի ուսուցիչներին։ Ամբողջ աշխարհը պարզունակ կերպով եւ միամտաբար հետևում է Օսկար մրցանակաբաշխությանը, ուր պարգևատրվում են հայտնիները։ Մենք երկար տարիներ ձեզանից ցեշտել ենք դասեր, բայց այսօր ժամանակն է փոխել դերը։ Այսօր հենց դուք եք լինելու ուշադրության կենտրոնում։ Ուրեմն լայն ժպտացեք, պատրաստեք ձեր ծափերը, քանի որ սկսվում է ամենաջերմ ու ամենաանկեղծ մրցանակաբաշխությունը։ Ցանկացած մրցանակաբաշխություն առանձնահատուկ է իր բնույթով, անվանակարգերով եւ իհարկե նրանցով, ովքեր արժանանալու են այդ տիտղոսներին։ Այսօր չխախտելով այդ օրինաչափությունը, մենք եւս փորձելու ենք արժանավորներից պարգևատրել մեր աչքերով ու մեր սիրով։ Անշուշտ, յուրաքանչյուր ոք, ով արդեն իսկ դպրոցի անբաժան մասնիկն է, արժանի ամենաբարձր պարգևին։ Սակայն մենք այսօր առանձնակի ուշադրություն ենք դարձնելու նրանց, ովքեր ուղղակիորեն եղել են մեր կրթության ու դաստիարակության անուրանելի ներդրողն ու հովանավորը։ Բոլոր ժամանակներում էլ ուսուցչի համար բարձրագույն արժեքն է եղել աշակերտի գնահատանքն ու խոնարհումը, եւ այսօր ձեր առջև խոնարհվում ենք մենք, եւ խոնարհաբար էլ հայտնում ենք մեր երախտիկը ձեզ, երախտավորներիդ։ Ու հիմա քայլում ենք երախտիկի արահետներով, լսելով մեր սրտի արագացող զարկերն ու հուզումնարած ձայնով շտապում հնչեցնել մեր առաջին անվանակարգը։ Այսպիսով 2026 թվականի երախտիկի արահետներով մրցանակաբաշխության ամենահեղինակավոր տիտղոսը
Այն է դպրոցի զարկերակը։ Հանձնում ենք Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի զարկերակը միշտ սիրով պահող, դպրոցն ապրեցնող, կրթությամբ շնչեցնող, դպրոցի արգարհաժան եւ շատ սիրելի տնօրեն Իրինա Բաղդասարյանին։ Գիտեք, երբ մտածենք ու հիշենք դպրոցը, առաջինը ձեզ ենք հիշելու։ Ոչ թե խիստ հայացքի մեզ գոմ պահելու համար, այլ որովհետև դուք միշտ այնտեղ եք, ամենուր, աննկատ, բայց զգացական։ Տարիներ շարունակ դուք կապն եք, որը միահյուսում էր մեր բոլորի պատմությունները, դարձնելով դպրոցը ոչ թե պարզապես կրթվելու միջավայր, այլ մեծ ու տաքուկ օջախ։ Եվ այսօր, երբ մեր ճանապարհները բաժանվում են, մենք ձեր շնորհեցինք դպրոցի սիրտը, քանզի սիրտն է, որ զարկ է տալիս ապրեցնելիս, իսկ դուք հենց այդ զարկն էիք, ով ապրեցրեց բոլորիս այս պատերի ներքո։ Շնորհակալ ենք ձեր ջերմության, անկեղծության, նվիրումի ու հավատարմության համար, որով էլ շնորհվեց ձեր սերը մեր նկատմամբ։ Եվ հեռանալիս մենք տանում ենք մի կտորը ձեր սիրո, փոխարենը թողնելով ձեզ մեր սերը, մեր խոնարհումն ու հարգանքը ձեզ, մեր մեծ ուսուցիչ, մեր դպրոցական բաբախող սրտի զարկերակ։ Իմ լուսավոր երեխաներ, շատ եմ սիրում ձեզ։ Դպրոցը կանգուն է, գիտակ ու հոգեպես ամուր մանկավարժներով, ովքեր իրենց տարիների փորձով եւ արհեստավարժությամբ յուրաքանչյուր սերնդին կրթելիս եւ դաստիարակելիս ավելի են կոփում եւ զինվում համբերությամբ, հանդուրժողականությամբ։ Մեր մրցանակապաշխության երկրորդ ընտրյալին հենց այդ անվանակարգն ենք շնորհելու։ Ամենահանդուրժող անվանակարգը շնորհվում է Վերա Մկրտչյանին։ Երբ ձեզ եմ նայում, մարդիկ ինձ այնքան բարի են թվում եւ աշխարհն էլ այսչափ բարի է դառնում։ Իմ հոգում դուք հավերժ կապրեք, ուսուցիչ բարի, քանզի կարողացաք դուք այսքան տարի բարուն հավատալ ու մնալ մեծ ու բարի։ Սիրելի իններորդիներ, ես ձեզ շատ սիրում եմ, ձեզ ամենալավն եմ ցանկանում, ոչ մի խոչընդոտի կյանքում չհանդիպեք, լավ մնացեք։ Մարդ կարող էր կյանքում շատ ուսուցիչներ փոխել, սովորել նրանցից, ձեռք բերել գիտելիքներ, բայց կան ուսուցիչներ, ովքեր չեն սահմանափակում ուսուցչի գաղափարը։ Նրանք դառնում են ընկեր, բարեկամ եւ նույնիսկ կյանքի ուսուցիչ։ Այս անվանակարգի հաղթող է ճանաչվել ընկեր Ղազարյանը։ Թեկուզ եւ շատ խիստ, բայց դեմքից միայն, ներսում ծերծկում է, ճամփա մի երկայն, ճամփա բարության, սիրո ջերմության, ձեր աչքերի անցած ծովում, թող թևածի երջանկություն, եւ ձեր տակուկ հոգու խորքում, թող միշտ լինի բարություն։ Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ ձեզ բարի ճանապարհ։ Կյանքն ինքնին լիքն է քաղաքներով, առեղծվածներով եւ խորհրդավորությամբ, իսկ երբ այս հատկանիշները բնորոշում են ուսուցչին, նա դառնում է աշակերտներիս համար ամենահետաքրքիրը, իսկ թե ով է մեր մրցանակապաշխության ամենախորհրդավոր ուսուցիչը, նա Ամալիա Ալեքսանյանն է։ Եղաք բարի իմաստուն, խորհրդատուն մեր կյանքի, միշտ կմնաք մեր սրտում, որպես կարոտ մի անգին։ Մեր լուսավոր 9-րդ A։ Մաղթում եմ ձեզ, որ այն լույսը, որ դուք ստացել եք թիվ 25-ի պատերի ներքո, տանեք ձեր հետ եւ սփռեք ամբողջ աշխարհով իլուր։
Ձեզ բարի երթ, սիրելիներ։ Հանդուրժողականությունը չափազանց կարևոր է, սակայն ոչ պակաս կարևոր հունության և մեկ-մեկու նկատմամբ հոգատարությունը։ Չէ որ միմյանց նկատմամբ հոգալով է, որ արտահայտում ենք մեր սերն ու ջերմությունը։ Ինչպես կռայեցիք, մեր հաջորդ անվանակարգը շնորհելու ենք ամենահոգատար ուսուցչին։ Իսկ թե ով է նա մեր շատ սիրելի Ամալիա Մսրյանն է։ Միս քողված վեհություն կա ձեր սրտի խորքերում, ձեր աչքերի ծովերում բարության ժպիտներն են շաղվում։ Դուք կյանք եք տալիս մեր հոգիներին, մենք էլ ժպտում ենք միշտ ձեզ։ Որքան էլ պայքարենք որևէ երևույթի դեմ, բնության դեմ պայքարելն անիմաստ է թվում, քանի որ յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ենթարկվում է փոփոխության։ Բայց կան մարդիկ, ովքեր անգամ դեմ են գնում բնության օրենքներին եւ մնում անփոփոխ հարափոփոխ այս կյանքում։ Նրանք երիտասարդանում են, երիտասարդացնում, ապրում ու ապրեցնում։ Իսկ մեր մրցանակապաշխության ամենաերիտասարդ ուսուցիչ անվանակարգի հաղթող է ճանաչվել Ընկեր Մկրտչյանը։ Դուք այն եզագիներից եք, ով անհնարինը կարող է դարձնել հնարավորի, պայքարել անգամ բնության տարերքների դեմ։ Դուք նա եք, ով արհամարել է տարիները, մնացել երիտասարդ, հոգով ու մտքով։ Հավերժ պահեք այն, ինչ ունեք, եւ շարունակեք փոխանցել այն մեզ, սերունդներիս։ Իմ շատ սիրելի 9-րդիներ, շնորհավորում եմ ձեզ վերջին դասի կապակցությամբ։ Սա վերջին զանգը չէ, սա վերջին դասն է։ Ցանկանում եմ ձեզ հաջողություն, բարի ճանապարհ եւ խաղաղ երկինք։ Կյանքի փիլիսոփայությունը բարդ է։ Կարող ես մոլորվել անորոշության եւ անծայրացիր հեռուներում, իսկ այդ պահին միայն օգնության կհասնի իմաստությունը։ Մեր մրցանակապաշխությունը իր ամենաիմաստուն ուսուցիչին է ճանաչել Աստղիկ Ալեքսանյանին։ Ձեր խոսքը այդ հզոր, ազդեցիկ, ամեն բառը կշռված, իմաստուն ու անկեղծ, ձայնն անգամ հզոր է, վերլուծող ու խորամիտ։ Շնորհակալություն այս պատվաբեր պաշտոնը ստանձնելու համար, դուք էլ այդ իմաստությունը ողջագրելով ապրեք մաքրասիրտ, սիրելի 9-րդիներ։ Շնորհակալություն։ Մարդիկ ում դերն ու նշանակությունը չափազանց են կարևորվում աշակերտների կրթության եւ դաստիարակության գործում, քանզի նրանք առավել մոտիկից են ճանաչում մեր խնդիրներն ու ուրախությունները։ Մեր հաջորդ ավանակարգի պատվավոր գրողներն են նրանք, ովքեր ճանաչեցին մեզ, սիրեցին, գիտելիք տվեցին եւ ուսեուղի հարթեցին մեզ համար։ Ամենանշփանկատ ավանակարգին են արժանացել Անժելա Գագիկովնան եւ Այա Գագիկովնան։
Կարելի է անվերջ թվարկել մարդկային այն բոլոր դրական որակումներն ու հատկանիշները, որոնք բնութագրում են ուսուցչին, բայց մեր հաջորդ անվանակարգի հասցեատերը բարությամբ է հաղթել ու հաղթում այս մրցանակաբաշխությունում։ Այսպիսով, ամենաբարի ուսուցիչներն են ճանաչվել ընկեր Հովանիսյանը, ընկեր Խաչատրյանը և ընկեր Միսակյանը։ Ein neuer Weg beginnt, aber die Worte, die Sie uns vermittelt haben, bleiben in unseren Herzen. Sie haben uns nicht nur Vokabeln gelernt, sondern auch uns Fenster zu einer neuen Welt geöffnet. Wir nehmen einen Teil dieser Welt mit auf unsere Lebensreise. Danke, dass Sie unser Kompass waren. Audio Jungle. Սիրելի շրջանավարտներ, թող որ մոտ ապագայում Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցը ձեզ անվանի խաղաղությունը հաստատող եւ գիտության լույսը տարածող սերունդ։ Չափազանց կարևոր է իմաստության չափաբաժինը, սակայն պակաս կարևոր չէ ինքնատիպությունը, քանզի բնության մեջ մեզանից յուրաքանչյուրը իր տեղն ու դերն ամրապնդում է իր տեսակով, անհատականությամբ, հասարակության մեջ խամրելու առանձնահատկությամբ։ Եվ այս անվանակարգում ամենաինքնատիպ ուսուցիչ են ճանաչվել Միս Մնոյանը եւ Միս Խաչատրյանը։ Դուք եք մեղմասիշտ ինչպես հովը և մշտակուտ խղճի ծովը, թվում է, տեսնում եմ ձեզ իմ աշխարհներում, ինչպես նավարկող նավը, Պարոսը տեսնում է իր երազի ծովում։ Բարի երդ ձեզ, սիրելի շրջանավարտներ, դուք հավերժ կմնաք մեր սրտերում։ Դպրոցը կանգուն է իր ամբողջականությամբ, լիարժեք անդամներով, այն ասես դատարկ է, երբ մեկը պակաս է, դպրոցը լիքն է, երբ յուրաքանչյուրն իր տեղում է, նա իր ներկայությամբ լուսավորում է այն միջավայրը, որը մենք ընտանիք ենք համարում։ Այսպիսով, մեր մրցանակաբաշխությունում ամենալուսավոր անվանակարգին է արժանացել Մելինե Ջեյրանյանը։ Ախր այնպես պարզ, այնպես նուրբ եք ժպտում եւ այնքան խաղաղ է նայում ձեր օկին, աչքերից այդ մաքուր ու անմեղ, որ ինձ թվում է, թե ձեր օկին արպեցումի ոսկե մշուշ է եւ մոլորվածին անխոս կանչող Փարոսի մի շող է։ Յուրաքանչյուր ուսուցիչ իր բնույթն ունի, իր ուրույն մոտեցումը, ցանկացածի երևույթի նկատմամբ։ Լինի ուսումնական գործընթաց, թե պարզապես շփում մարդկային, բնական փոխհարաբերություններում։ Մեկը չափազանց զգացմունքային է, մյուսը կարևոր է ցանկացած իրավիճակում պահել հավասարակշռությունը։ Իսկ ըստ մեր մրցանակաբաշխության անձնակազմի կարծիքի ամենահավասարակշռված անվանակարգում առաջատարն է Աստղիկ Բաղդասարյանը եւ Զարա Սիմոնյանը։
Անճապեկով, որ մենք չանցանք հենց օրերին, մեր հուշերում դեռ միասին ենք ճախրելու, ունտացած մեր չեր հուշերը, ուսուցիչ մեր հուշերում, մենք միայն ձեզ ենք ասելու։ Յուրաքանչյուր տաս կամ առարկա հետաքրքիր գրավիչ է դառնում, երբ այն ներկայացվում է ժամանակի ու տրամադրության շնչով։ Երբ ուսուցիչը խոսում է, պատմում, ներկայացնում հարուստ ու հագեցած նյութերը, իրեն բնորոշ մեթոդներով, ձայնային ելևէջներով, խառնվածքով ու նյութը պատմելով վերարտադրելու իր առանձնահատկությամբ։ Եվ այսպես, մենք որպես մեր մրցանակաբաշխության ամենահմուտ ուսուցիչ ենք ընտրել ընկեր Խաչատրյանին։ Ձեր լուսե աշկերը ցոլում են անվերջ հյուսի շողի պես եւ ուտում ինչպես մգական կրակը։ Շնորհավորում եմ, սիրելիներ, ձեռք բերելով մեզ պոտենցիալ էներգիա, լողացեք ձերքում։ Ասում են, կյանքը հավերժական պայքար է։ Պայքարում ես, որ ապրես, սնվես եւ այլես աշխարհի բարիքները։ Իսկ մեր հաջորդ մրցանակակիրը կրում է այդ հզոր զենքը, եւ այդ անվանակարգում բոլոր հավանական տեխնացուներից առավել համարձակ է գտնվել Ալիսա Պողոսյանը։ Եվ լինում են պայր, եւ այդ պայքարում մեզ մի չնչին, բայց եւ անչափ կարևոր մի զենք է պակասում՝ համարձակություն։ Քարի երթ ամենատարբերվող եւ առանձնահատուկ 9-րդ տա։ Ինչպես չընդգծել ձեր սերն ու ջերմությունը, ձեր բարի հայացքն ու խիստ էությունը։ Կարծես կեղծ է դպրոցն առանց ձեզ, ուզում ենք հավերժ մեզ հետ տեսնել ձեզ։ Իսկապես կյանքում կան մարդիկ, ովքեր թվում է ստվերում են, բայց իրականում թվում է միայն, նրանք ամեն ուր են, ամեն տեղ, եւ չկա մի անկյուն, որ նրանք չլինեն, քանզի ամեն գործի մեջ նրանց շունչն ու ոգին է ցայտուն երևում։ Սիրելի 9-րդիներ, ողջ կյանքում պահեք 25 դպրոցի մագնիշը։ Քայլելիս կարելի անվերջ հանդիպել այն երախտավորներին, ում ծնված խոսքերը դարձյալ քիչ կլինեն։ Մեր երախտիկի արահետներով մրցանակաբաշխության մասնակից յուրաքանչյուր ոք արժանավոր է, եւ շարունակելով անվանակարգերը, հերթական երախտիկի պարգևն ենք շնորհում։ Ընկեր Խաչատրյանին, որպես ամենաանկեղծ, ընկեր Մելքոնյանին, որպես ամենաընկերասեր, եւ ընկեր Համբարյանին, որպես ամենաչերմ ուսուցչի, ովքեր այսքան տարի սովորեցրեցին մեզ ուսումնասիրել, բանավիճել եւ հետազոտել։ Հաջորդը շնորհում ենք ընկեր Ալեքսանյանին, որպես ամենաժպտերս ուսուցչի, ում դասերը հիմնակար են մեզ համար, հետագայում ճիշտ մասնագիտություն ընտրելու համար։
լավագույն մաղթանքներս ձեզ, սիրելիներս։ Իսկ ամենահամբերատարը ընկեր Գալոյանը, ամենաչերմ անվանակարգին է արժանացել ընկեր Գուլյանը, ամենամարզական անվանակարգում առաջատար գտնվեց ընկեր Սահակյանը, ամենահեռատես անվանակարգում ընկեր Տիլոյանն է։ Շնորհակալություն ենք հայտնում նաև ընկեր Մուշեղյանին, ընկեր Այդային, Մկրտչյան Քայանեին։ Audio Jungle. Audio Jungle. Շնորհակալություն ենք հայտնում նաև ամենաճշգրիտ Սուսաննա Հովհաննիսյանին։ Audio Jungle. Audio Jungle. Ուզում ենք շնորհակալություն հայտնել միշտ մեր կողքին գտնվող եւ մեզ աջակցող ընկեր Լիաննային, ընկեր Ռուզանին եւ ընկեր Ամալիային։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել նաեւ ամենաազդեցիկ եւ խստապահանջ Ազգուշ տատին, Տիկին Սուսանին, Տիկին Անահիտին եւ Տիկին Մարիամին։ Ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում ամենահմուտ ընկեր Հենրիկին, ընկեր Սեյրանին, ընկեր Սմբատին, ընկեր Հովհաննեսին եւ ընկեր Ռուբիկին։ Կան մարդիկ, ում մարդկային որակներն ու նվիրում հավատարմությունն անչափելի են։ Նրանք դուրս են բոլոր ընդունված կանոններից, քանզի հնարավոր չէ կշռել նրանց ներդրումը, սերն ու հոգատարությունը։ Եվ նրանցից մեկը նա է, ով մայրական սիրո ու քնքշանքի հետ մեկտեղ մեզ դաստիարակեց ազնիվ ու արտար որակներով, ուղի հարտեց մեզ ներսում թե դրսում, ներծուկ եղավ մեզ եւ սիրեց մեզ այնպիսին, ինչպիսին որ կայինք։ Անգնահատելի է նրա ներդրումը մեր կյանքի ճանապարհին, սակայն մենք այդպես էլ չկարողացանք չափման միավոր սահմանել նրա հոգու մեծությունը չափելու համար, որով նժարեինք նրա արժանինքները։ Ուստի ներկայացնել նրան որևէ անվանակարգում չափազանց բարդ էր։ Եվ մենք որոշեցինք նրան շնորհել մեր սերը, ի նշան երախտիկի։ Մեր սիրո տիտղոսակիրը դուք եք, ընկեր Սարգսյան։ Ամենակամ սիրով եւ մեծագույն հարգանքով ենք շնորհում ձեզ ամենասեր դասղեկ տիտղոսը, ի նշան մեր սիրո, հավատարմության եւ փոխադարձության։ Շնորհակալ եմ շատ, թանկագիններս։ Սրտի զարկերանքներ, առանց ես դպրոցը սետանդան Ձեզ հղաբար լույս է, ծուր տտակ ու հույս է Հյուզվանջեք եմ սիրո թելերից Մենք այս վատության մեջ, իմ և հանացած ես Որ պատրաստ ենք ետ մեր ամբեր Ես նկարեմ կը արևը, օրտակ պահեծերի Ու ես վարեմ կը աստղերը, հոգու իմ երկնքի Սիրում կրեմ կը սորվիմ կը, օրխով
սիրենք մենք ձեզի Ես նկարեմ կծաղիկը, օրնի շպտացեցի ու մենք ճնճենք մոխիրը, կապույջին չերկնչի Ծիածանեմ գույները, ձեզ է հոգիների Քանզի ձեզի սիրենք մենք ձեզի Ու ես վառեմ աստղերը հոգու իմ երկնքի Սիրում կրեմ սորվինգը արտով մնակնցից Քանզի ձեզի սիրենք մենք ձեզի Ես նկարեմ ծաղիկը, օրնի շպտացեցի ու ես ճնճեմ մոխիրը, կապույջին չերկնքի Ծիածանեմ գույները, ձեզ է հոգիների Քանզի ձեզի սիրենք մենք ձեզի Մենք նկարենք արևը, օգտակ պահե ձեզի ու մենք վարենք Այսօրինակ մրցանակապաշխությունը սիրելի ուսուցիչներ, ձեզ համար ջերմ սիրով եւ նվիրումով կազմակերպել են 9-րդ դասարանի աշակերտները։ Սա է մեր սրտի դպրոցը, դասարանը կրեատիվ, ընկերները ժիր ու ակտիվ եւ անսահման պոզիտիվ։ Սա է մեր սրտի դպրոցը, դասարանը կրեատիվ, ընկերները ժիր ու ակտիվ եւ անսահման պոզիտիվ։ Ամերսու միշտ լուր Սյուզաննա եւ նորավոր Սուսաննա, Իջինքան փող մեր Ռուզաննա ու համեր Սվետլանա, Ասիմունատ Միլենա, ունելած կոտներ Աննա, նախաձեռնող Ժիր Անգելինա, օրինակ էլի լուրջանի, ինքնապոտ համեսների, բանասեր նկարիչ մարի, տարբերվող Արմենուկի, կամեցող բարի Սեյան, ու յուր օրինակ Զահրան, ֆուտբոլիչ Ժիր Արտակը, տնագետան Միշտական Հայկը, Բարուհի սիրումնան է, կատակասեր մեր սերգեր, տաղանավոր կայան է, հագայն թուրութման է, չարաճրջի դումենան է, պոզիտիվ դումերեն է, համպերատար մեր սոսներ, ահա էդ պարտն ընկերասեր, հարգալից սմբատը մեր, և դավիթը մեր աշխուշ ու կարտավանյա էտներ, Ընկերասեր Դավիթ բարի, ինքնապոտ Համեստանի, ուրախություն դասարանի, չեմպիոն Հայաստանի։ Մենք շատ որ, լուսավոր, տասները մեր շատ են, ահա որ, 7 տաս կենենք մենք ամեն օր, գիրկը կատան 1000 հատոր, 100 տետանի տետրով գրավոր, կավ չունի որ աստատուները նեղենանգը, մեկ է մեր իրանց սիրենք ու արգենքը։ Սա է մեր կանց դասարանը, տարբերվող ու կրեատիվ, ընկերները ժիր ու ակտիվ և անսահման պոզիտիվ,
Հուսայ մեր հոգու ամրոցը, մեր տաճարը գիտության, հուսայ մեր ընտանիքն է սեր ընկերության։ Սիրելի ուսուցիչներ, այս պարգևները խամրող են, ծաղիկները թոշնող, բայց մեր ախտագիտությունն անթառամ է, այն հավերժ կմնա մեր սրտերում։ Շնորհակալություն ենք ասում ձեր համբերության, ձեր գիտելիքի եւ ձեր անգին սիրո համար։ Շնորհակալություն, որ մեր մեջ ներդրեցիք լավագույնը։ Մեր մրցանակաբաշխությունը ավարտվեց, բայց մեր հեքիաթը, սիրելի ուսուցիչներ, երբեք չի ավարտվի։ Տարիներ անց մենք գուցե մոռանանք, բանաձև կանոն կամ շարադրանք, բայց կհիշենք հավերժ դպրոցական, մեր տարիների շունչն անանցական։ Այսպիսով այս պատերի մեջ է թաքնված մեր մանկության բույրն ու հայացքների ջերմությունը։ Դպրոցը այն միակ վայրն է, ուր ժամանակը կանգ է առնում, որ մենք հասնենք երազել։ Հեռանում ենք, բայց մեր սրտի մի փոքրիկ անկյուն միշտ մնալու է այստեղ։ Դպրոցի հարկերում, պատուանակոգին, գրադարանի գրքերի էջերում եւ մեր սիրելի դպրոցի սրտում։ Այսօր մեր վերջի զանգի ղողանջները միախառնվում են մեկ այլ կարևոր կոչի հետ՝ հայրենիքի կանչի։ Շրջվում եմ դեպի նրանք, ովքեր այս պահին կանգնած են սահմանին, ովքեր զենքը ձեռքին պահում են մեր ուսուցիչների խաղաղ դասերը, մեր անմեղ մանկությունը, մեր մայրերի արդյունքը։ Վերջին զանգը միայն դպրոցական տարիների ավարտ չէ, այն չափահաս կյանքի մեկնարկ է, եւ այս շեմին մենք գիտակցում ենք, որ կա մի սուրբ պարտականություն՝ պաշտպանել մեր հայրենիքը։ Զինվորի քաջության շնորհիվ է, որ մենք կարող ենք երազել ապագայի մասին։ Նրա ուսերին է ոչ միայն զենքի ծանրությունը, այլ մեր ամբողջ ազգի ապագան։ Խոնարհվում ենք քո առաջ, զինվոր։ Այս վերջին զանգը հնչում է նաև քո պատվին, զինվոր։ Դու մեր խաղաղ երկնքի երաշխավորն ես, մեր անկախության ամուր պատը։ Քո ուսերին է մեր հայրենիքի ապագան, իսկ մեր սրտերում անսահման երախտագիտությունը։ Փառք քեզ, հայ զինվոր, փառք մեր բանակը։ Այս վերջին զանգը միայն իմը չէ, այն նաև մեր ծնողների, մեր համատեղ աշխատանքի ղողանջն է։ Ամեն հաջողության հետևում կանգնած ես եղել դու, անքուն գիշերներով, անտեսանելի աջակցությամբ, լուռ աղոթքով։ Այսօր ես ոչ միայն դպրոցն եմ ավարտում, այլ նաև քո սերմած բարության, աշխատասիրության եւ հոգատարության քննությունն եմ հանձնում։ Եվ եթե այսօր արժանի եմ մրցանակի, դա քո շնորհիվ է։ Շնորհակալ եմ, որ իմ առաջին ուսուցիչը եղար, իմ հավերժական ընկեր, իմ ամենաջերմ տունը։ Շնորհակալ եմ, որ իմ մանկությունը դարձիր հեքիաթ, իսկ ապագան երազանք։ Ու համբուրեմ առաջվա պես, խորում
dancing bears, painted wings, things I almost remember, and a song someone sings once upon a December. Someone holds me safe and warm, horses prance through a silver storm, figures dancing gracefully across my memory. Someone holds me safe and warm, horses prance through a silver storm, figures dancing gracefully across my memory. Far away, long ago, glowing dim as an ember, things my heart used to know, things it yearns to remember, and a song someone sings once upon a Հարգարժան տնօրինություն, ուսուցիչներ, ծնողներ, սիրելի եւ թանկագին աշակերտներ, շնորհավորում եմ բոլորիս այս լուսավոր օրվա արդիվ։ Այս 9 տարիների ընթացքում դուք մեր հարազատ կշտոջախի ջերմ միջավայրում մեր հարգարժան տնօրենի եւ հմուտ ուսուցիչների շնորհիվ ձեռք եք բերել մնայուն գիտելիքներ, որոնց վրա էլ հետագայում կառուցելու եք, այդ հիմքի վրա էլ կառուցելու եք ձեր ապագան։ Սիրելիներս, վստահ, հաստատակամ, համարձակ քայլեք առաջ։ Եղեք նորարար, եղեք հետևողական ձեր գործողություններում։ Թող այսօրվա ընկերասիրությունը, այդ լուսավորությունը, լավատեսությունը, ուրախությունը, երջանկությունը, ընկերասիրությունը, մարդասիրությունը ուղեկցեն ձեզ ամբողջ կյանքի ընթացքում։ Ես համոզված եմ, որ բոլոր դասերից զատ դուք սերդել եւ չեք մոռանա երբեք ամբողջ կյանքում մարդ մնալու ամենակարևոր դասը։ Մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ, խաղաղ երկինք եւ ամուր առողջություն։ Շնորհակալություն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր տնօրինությանը, մեր ուսուցիչներին, որոնց աջակցությամբ մեր դպրոցի ջերմ մթնոլորտում տեղի ունեցավ այս ամենը։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մելինե Ջեյրանյանին, ով օգնեց մեզ բոլոր հարցերում այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար։ Շնորհակալություն նաև մեր ծնողներին, մեր նվիրված ու սիրելի ծնողներին, հատկապես մեր ծնող կոմիտեի նախագահ Տիգին Շուշանին այս ամենի համար։ Շնորհակալ եմ բոլորից։ Շնորհակալություն։ Սիրելի շրջանավարտներ, այսօր հնչում է ձեր վերջին զանգը, դպրոցական ավարտը։ Դպրոցական տարիները ձեզ նվիրել են գիտելիքներ, անմոռանալի հիշողություններ։ Վստահ շարժվեք առաջ։ Հավատացեք ձեր ուժերին։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել դպրոցի տնօրեն Տիգին Բաղդասարյանին իր նվիրված եւ պատասխանատու աշխատանքի համար։ Սիրելի շրջանավարտներ, ցանկանում եմ ձեզ բարի ճանապարհ։
Բարև ձեզ, հարգելի Տիկին Բաղդասարյան, արգաժան հյուրեր, ծնողներ, աշխատակազմ։ Այսօր եւս մեկ անգամ մենք հավաքվել ենք այսքան մեծ հարազատ կրտոջախի պատերի ներքո, բայց պետք է նշեմ ցավոք վերջին անգամ։ Կարծում եմ ներկաներից բոլորը հուզված են յուրովի, ուսուցիչները, մանկավարժները եւս մեկ սերունդ ճանապարհեցին։ Երեխաները հեռանում են իրենց հարազատ կրտոջախից եւ սիրելի ընկերներից։ Իսկ մենք ծնողներս մեր փոքրիկներին տեսնում ենք դարձած ապակ դպրոցական։ Ես չեմ սիրում կրկնվել, բայց իրոք, կարծես երեկ էր, որ մենք մեր փոքրիկների ձեռքը բռնած բերեցինք դպրոց, թողեցինք հարազատ մի միջավայրում շրջապատված ջերմ եւ մայրաբար վերաբերվող ուսուցիչներով։ Եկել է պահը հրաժեշտի։ Ցավում եմ, բայց արդյոք դա այլևս իրականություն է։ Ես որպես 9-րդ դասարանի ծնողական խորհրդի կողմից վստահված անձ ցանկանում եմ շնորհակալության խոսքը հղել Տիկին Բաղդասարյանին եւ իր ղեկավարած մանկավարժական եւ աշխատակազմին։ Սիրելիներս, դուք արել եք ամենանվիրականը։ Դուք ամենացորդ նվիրվել եք մեր բալիկներին, որի համար խոնարհվում ենք ձեր առջև։ Կեր սիրելին Գերբ Սարգսյան, մանկավարժ լինելը դա պարգև է վերուստ, դա առաքելություն է։ Դուք ամենացորդ նվիրվել եք մեր սաներին, որի համար եւս խոնարհվում ենք ձեր առջև։ Սրանք լոկ խոսքեր չեն, այլ շրջանավարտի մոր սրտի եւ հոգու խորքից բխող երախտիկի խոսքեր։ Եվս մեկ սերունդ պատմություն դարձավ ձեզ համար։ Սիրելի եւ հարգելի մանկավարժներ, Գերբ Բաղդասարյանի գլխավորությամբ ուզում եմ ձեզ մաղթեմ անսպառ եւ լուսավոր էներգիա, որպեսզի շարունակեք կրտեք մեր ապագա սերունդներին։ Իսկ ձեզ, իմ սիրելիներ, դուք գիտեք ես ինչքան շատ եմ սիրում ձեզ։ Իմ աղջկա գլխավորությամբ բոլորիդ մաղթում եմ կանաչ ճանապարհ։ Թող Աստված օրհնի ձեզ եւ լուսավորի ձեր գալիք ճանապարհը։ Կներեք, եթե մի բան եմ ստացել, շատ ուզված եմ։ Ես ու դու ունենք մի պատմություն, կողք կողքի անցել ենք մանկություն, տարիներ գլորվեցի, պատանի մեզ դարձրեցի։ Ես ու դու ունենք մի պատմություն, իմ ու քո դպրոց երջանկություն, հարազատ մի ընտանիք, ուրանհոգ ենք երջանիկ, դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կամ ու դարձել ես վերջին զանգ դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր գլոր ժամանակ մի պահ առել ես կամ ու դարձել ես վերջին զանգ ես կողքի Ակում ենք մենք կրվել, տախերքով, մեկ դասից պախել, ոչ ավել ու ոչ պատկած, ձեզ եղել ենք պատուհաս, ես այստեղ լացել ու ռախացել, խեն սիրել ենք ամել ուշացել, իմ դպրոց հավերջ կանգնած, հեռանում եմ ես անդարձ, դպրոցի ճամփան Let's go.
անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ դպրոցի ճամփա